Իմ անուն Դանիելն է, ես Screamosol թիմի ղեկավարն եմ եւ հիմնադիրն եմ։ Այս գաղափարը մեր մոտ արդեն վաղուց է, մենք քշում ենք բնական սառույցի վրա վերջի 7 տարին։ Բավական մեծ փորձ է կուտակվել այդ տարիների ընթացքում եւ արդեն շատ լավ գիտենք Հայաստանի որ հատվածները, որ լճերը սառում են եւ ինչին պետք է ուշադիր լինես, ինչին չէ։ Всё, пошло. Մենք հիմա սևանում ենք, կան հատվածներ, որտեղ սառույցը ավելի թույլ է, այդ մենք միշտ նշում ենք, չենք թողնում մարդիկ ավելի մոտիկ գան բաց ջրին, բայց հենց իմ ոտերի տակ 15 սանտիմի կարգի սառույց է եւ ինքը բավականին հաստ է։ Մեկ-մեկ մարդիկ թեթև մեքենաներով են այդպես սառույցի վրա դուրս գալիս։ Բնական լճի վրա սահելը բավականին հավես է դրա հաշվին, որ այստեղ սահմաններ համարյա թե չկան, ավելի հետաքրքիր է, լիքը սիրուն տեսարաններ կարելի է տեսնել եւ ձեր առջևում եւ ձեր ոտերի տակ եւ բնությունին մոտիկ եք, ամենակարևորը դա է։ Պղպջակներ եւ ձներ։ Ամեն տարի խիստ տարբեր է ոնց է ինքը իրան պահելու, մի տարի ավելի շուտ ասարում, մի տարի ավելի ուշ, լինում է ձուն, լինում է չէ, բայց ընդհանուր ցավոք սրտի մեծ սեզոնը բավականին կարճ է, ընդամենը 1.5-2 ամիս տարվա կտրվածքով մենք կանանք գտնենք սաղ Հայաստանի կտրվածքով ինչ-որ հատված սառույցի, որ բաց է եւ իրա վրա կարելի է հավեսով քշել։ Ազատ ջրամբարը, ապարան ջրամբարը, ջերմուկի կողմերը, տարբեր տեղեր կան, սա կախված է եղանակը եւ ձյան մակարդակը։ Չկանամ։ 2017 թվին Ծովագյուղից Սևանավան ուղիղ գծով հասել եմ չմուշներով։ Այդ ժամանակ սա Սևանն է սառել եւ լիքը տեղացիներ իմիջիալոց մեքենայով դուրս էին գալիս սառույցի վրա եւ ձուկ էին։ Շաբաթվա 2-3 օրը մենք ծախսում ենք, որ հետազոտենք եւ գտնենք նմանատիպ տեղեր։ Տարիների փորձի ընթացքում մենք արդեն գիտենք, որ եղանակի ժամանակ որ մի հատված ունի պոտենցիալ սառելու, բայց մինչեւ փաստացի գալ, ծակել, ստուգել ոչ մի գարանտիա չունենք։ Եվ ցավոք սրտի հետա, որ մի օր առաջ կա լրիվ ուրիշ իրավիճակ լինի, այսօր ուրիշ։